Կոռուպցիոն սկանդալները եւ կոռուպցիայի մեծ չափերը դժվարացնում են Ուկրաինային օգնելուն։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը եւ սրա մասին գրում է չեխական Novinky.cz կայքը։ Նա հայտարարել է, որ նման սկանդալները նաև շատ լավ արգումենտ են Ռուսաստանի համար եւ իսկապես դժվարացնում են Եվրամիությանն օգնելու Ուկրաինային։ Բնականաբար, քիչ-քիչ Եվրոպան եւ հավաքական արևմուտքը պատրաստվում է Ուկրաինային եւ հատկապես ուկրաինացի ժողովրդին ուրեմն կապիտուլյացիայի։ Իրենք շատ լավ գիտեին, թե ինչ էր տեղի ունենում Ուկրաինայում եւ ինչ է տեղի ունենում։ Շատ լավ գիտեն, թե Զելենսկին, ինչպես նաեւ իր մերձավորները, ինչ միլիարդավոր դոլարներ են լվանում պատերազմի անվան տակ։ Եվ պատահական չէ, որ նույնիսկ ամիսներ առաջ չեխական թերթերը անդրադարձել էին նրան, որ Ուկրաինայում չեն թույլատրում, որպեսզի օպոզիցիան խոսի։ Եվ սա էր պատճառը։ Ինչպես նաև վաղուց էր պարզ, որ բանակում աշխատող շատ մարդիկ, հատկապես գեներալները, այդ պատերազմի քողի տակ միլիարդավոր դոլարներ կիտեցին եւ շատերն արդեն փախել են Եվրոպա եւ այն մարդիկ, ովքեր գոռում էին մինչեւ պատերազմ եւ պատերազմի սկզբում կեցե արևմուտքը, կեցե Եվրոպան եւ ՆԱՏՕ-ն, նրանց մեծ մասը փախել է, իսկ հա պատասխանատվությունը կրում է հասարակ ժողովուրդը։